Մեկ անգամ կրկնում եմ հայտարարությունը, այսօր ժամը 17:00-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում, վաղը մարտի 1-ին, պարոն Հովհաննիսյանի ասուլիսից հետո շարժվում ենք դեպի Կասեք ինչու եք եկել Ռաֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, ինչ եք սպասում, այս ընտրությունները ինչ ցույց տվեցին։ Փոփոխություններ եմ սպասում, որ փոփոխություններ լինեն։ 20 տարի այս ղեկավարությունը ոչ մի փոփոխություն չկա։ Արտագաղթը մեծանում, ջահելությունը գնում, մնալու ենք մենք։ Մենք ծերերով ինչ երկի պիտի զգանք, ջահելությունը։ Որ ջահելները չկան, ապագա չկա։ Լավ, Ռաֆի Հովհաննիսյանը ինչ կարող է փոխել, կանգնեցնել արտագաղթը, ինչու եք հավատում։ Ինքը կարող է կանգնել։ Ճիշտ ուղղությամբ, ճիշտ ճանապարհով։ Նա իմն ու քուն չկա բոլորի համար, որ մենք վստահում ենք, հիմիկվա ղեկավարությանը ոչ մեկը չի վստահում։ Այդ որ ասում են մենք անցել ենք։ Հենց Չարեն ցավանում էլի կաշառակերտություն բաժանում են։ Տելևիզորով չեք նայել, որ բան է։ Պարուր Հայրիկյանը ինչա։ Պարուր Հայրիկյանը, որ ժողովուրդը կայնացեին, այսպես գլխակում մեկը ասավ, այս 5000 ռուբլի կաշառք են տալիս։ Ասավ մենք էլ չենք վեկալու։ Ասավ էտի Սերժն է բաժանում։ Հերիքա բոլոր։ Մինչև հիմա, ես ասել եմ ու ասում եմ, իմ տան մեջ եմ ասում։ Եթե Սերժը նստավ, օրի չէ, ժամ առ ժամ դեպի բատն են գնալու։ Իմ երկու տղեն, իմ աղբորս երկու տղեն դրանց այդ լեկտների պատճառով թողը գնացել։ Հերիքը էլի, Ռաֆին չի խապում, ասում է ժողովուրդը, չի ասում Այդ ժամանակ ես աշխատում եմ Ինչ են կողմելի գնաց, Չարեն ցավանում Սերժ Սարգսյանին ընտրել են, ձեր կարծիքով, կամ եթե ընտրել են ինչպես։ Ես ասեմ ինչպես, ես այս քաղաքապետ դրան հարևանն եմ ասպետ։ Ես չեմ ամեն մի պատիեզի դեմը բանի պրեզիդենտի շտաբն էր։ Դուք ինչ կարծիք եք, եթե ամեն մի քվարտիրայի վրա շտաբ դրած լինի, ոնց կլինի։ Համարյա թե դա գեստապոյական մի ձև է։ Բոլորն էլ իրար ճանաչում են Չարեն ցավանում, նենց որ դժվար է այդ բաները։ Ինչ ասեմ, կարող եմ ընտանիքում 5-1 զայնտված լի մյուսը մեծամասնությունը ֆինանսական ժամի ազդեցության տակ է։ Այսինքն ֆինանսական օգնություն է ցուցաբերվել։ Համատարած։ Ինչ էր բաժանում, կոնկրետ կասեք, եթե Բանն տվել 5000 դրամ են տալիս։ Մեկ ձայն։ լավ, դա վիրավորական, չէ։ Գիտես մարդը ասում է, եթե այդ 5000 դրամ չվերցնեմ, են մյուսից իմ համար մեկ է։ Ես չեմ թերադրում, Սերժ Սարգսյանն է մեր ժողովրդի զավակն է, բայց մեզ ուժեղ կամ քո ուժեղ պրեզիդենտ է պետք։ Իսկ ով է այդպիսի պրեզիդենտը։ Օրինակ ես Ադրբեջանի թուրքերի հետ ապրած մարդը սահմանը խախտեցին, պրեզիդենտը չարչություն էր անում Իրան բանով։ Ինքը պետք է այդ մոմենտին գնար անձամբ սահմանը ու այնտեղ ժողովուրդ կտեսներ, որ իրոք պրեզիդենտը Իրան ընտրություն բաց է թողել Արշավը, եկել դիրքերն է նայում, ոչ թե ընկնի ես ֆռա։ Դրանով ինքը ավելի մեծ բան ձեռք կբերեր, քվեր, քան թե